Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս ԱԺԲ խորհրդի անդամ Modus Vivendi կենտրոնի ղեկավար դիվանագետ Արա Պապյանն է, բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Եվ ուրեմն ինչի մասին է այս պատերազմը Մերձավոր Արևելքում եւ ոչ փուլում է։ Այս պատերազմը նոր դասավորությունների մասին է, նոր աշխարհակական կարգի մասին է Միջին Արևելքում, իսկ ավելի լայն առումով նաև Միացյալ Նահանգներ Չինաստան ապագա պատերազմի նախապատրաստումն է։ Իսկ Չինաստանը պիտի զրկվի իր մատակարարներից, իր դաշնակիցներ առաջիկա պատերազմի, որը տարբեր կանխատեսումների կարող է լինի 27-ին, կարող է լինի 20-ին, բայց այնուհանդերձ դա այնտեղ աճում է դրա վտանգը։ Եվ քանի որ Միացյալ Նահանգները հստակ հասկանում են, որ ուղղակի պատերազմ Չինաստանի դեմ գրեթե անհնար է, վարում են նման պատերազմ։ Եվ ըստ էության Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը եւ Իրան-Իսրայել ու Միացյալ Նահանգների պատերազմը այդ մեծ առանցքային դիմակայության ացանցիալներն են։ Մեզ վրա սա մեծ ազդեցություն կարող է ունենալ երկու պարագային էլ, եւ իշխանապողության դեպքում եւ եթե իշխանությունը մնա։ Ես գտնում եմ, որ Հայաստանի շահի եւ Իրանի ժողովրդի տեսանկյունից ճիշտ կլինի իշխանապողություն։ Ինչու՞։ Որովհետեւ գանք Հայաստանից։ Իշխանապողության պարագային Ադրբեջանը կկորցնի իր ստրատեգիական կարևորությունը Իսրայելի համար։ Իշխանապողության պարագային կսրվի Թուրքիա-Իսրայել հարաբերությունները եւ Սիրիայում, որ դա նկատում ենք, եւ Թուրքիան ավելի կկենտրոնանա այդ հատվածի վրա, հետեւաբար Հարավային Կովկաս իր առաջնահերթություններից ստիպված կլինի մի կողմ դնել։ Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների բարելավումը հնարավորություն կտա Իրանի տարածքով անցկացնելու ցամաքային ամենակարճ ճանապարհը, որը կապում է Հնդկաստանը Եվրոմիության հետ։ Հնդկաստան, Չարբար նավահանգիստ, Իրան, Նախիջևանի փոքր հատվածը երկաթուղով, Հայաստան, Վրաստան, Սևծով։ Այսինքն կա երկաթուղի, նշածս այդ երթուղիով, որը կարելի կլինի քաղաքական մի փոքր ճնշման դեպքում Ադրբեջանի վրա իրականացնել։ Իսկ երբ որ Հայաստանը հայտնվի արդեն ոչ թե տեղական, այլ միջազգային այդ մեծ տարանցիկ ուղու վրա եւ անվտանգային առումով եւ տնտեսական զարգացման առումով մեծ ձեռքբերումներ կունենա։ Նաեւ Իրանը կդառնա մեծ ներդրումային շուկա վստահաբար արևմուտքի համար, խոսքը կարող է գնա տարեկան մի քանի 100 միլիարդ դոլար ներդրումների մասին, որտեղ Իրանը վճարունակ երկիր է, հատկապես եթե բացվի արտահանման հնարավորությունները, ընդլայնվեն դրանք, իսկ այդ 100 միլիարդավոր դոլարների ներդրման դեպքում ինչ որ մի բան էլ անպայմանորեն ոնց որ ասած Հայաստանին կհասնի, այդ որտեղ մենք ժամանակին ես էլ աշխատել եմ Թեհրանում եւ ասեմ, Թեհրանում տեղակայված խիստ սահմանափակ թվով արևմտյան ընկերությունները հենց այդպես էլ դիտարկում էին, այսինքն որ իրենք կարող են նաև Հայաստանում ունենալ ածանցյալ ներկայություն եւ անել։ Հետեւաբար այդ տեսանկյունից Հայաստանի համար լավ է եւ մի քանի այլ, այսինքն գործոններ կա, մասնավորապես օրինակ, մենք այսօր միշտ երկության մեջ են, երկընտրանքի առջև են կանգնում հաճախ, արդյոք Իրանի օգտին քվեարկել, թե չգիտեմ արևմուտքի օգտին, որտեղ քվեարկությունների պարագայում ինչ որ միջազգային հարթակներ, այդ երկությունը վերանալու է, որը մեզ համար էլի խիստ կարևոր է։ Եթե իշխանությունը մնում է նույնությամբ, դուք նկարագրեցիք մեզ համար լավագույն սցենարը, մեզ համար վատագույն սցենարը որն է։ Այս իշխանությունների մնալը, որովհետև Իրանը թուլացած է։ Իրանը կորցրել է ռազմական կարողությունների մեծ մասը, այսինքն 410 հրթիռի հեռարձակող սարքեր ուներ, մեքենաներ, դրանցից արդեն 350-ը ոչնչացված են, չկան։ Ոչնչացված են ատոմային բոլոր հիմնական կենտրոնները, միջուկային ուսումնասիրման 5 կենտրոնները, ոչնչացված են ռազմական արտադրության կարողությունների մի զգալի մասը, ոչնչացված են նաև ներքին անվտանգությանը վերաբերող, այսինքն Բասիջին, Հեղափոխության պահապաններին, այդ իրենց կենտրոնատեր կապի միջոցները։ Ուրեմն, թուլացած Իրանը արտաքին քաղաքական, ռազմական, տնտեսական առումով ինքը դառնում է գայթակղիչ հարևան երկրների համար, մասնավորապես Ադրբեջանի համար, Թուրքիայի համար, որը մեզ բնավ ցանկալի չի։ Իրանց մեջ գայթակղություն ունի, բայց տեսեք, Իրանը թուլացել է, փորձենք մի բան փոխել։ Մյուսը
այս իշխանությունը եթե մնաց, վստահաբար ինքը ավելի ռեպրեսիվ է դառնալու։ Ինքը պիտի ճնշի ժողովրդի գոնե այն հատվածը, որ իր դեմ է։ Եվ եթե հավատանք այն նախկին տվյալներին, որ 30-ից 40 հազար մարդ է սպանվել, ուրեմն թիվը կարող է 100,000-ի եւ ավելին անցնի եւ այլն։ Դրա համար լավ կլներ, որ այս պատերազմը չլներ եւ լներ վիճակ կայուն, բայց սկսելա ուրեմն պիտի տեղի ունենա իշխանապողություն այդտեղից որակական փոփոխությունների։ Հիմա իմ այս մի նախադասությունն էլ ասեմ, կանխատեսումը այն է, որ Թրամփը նահանջի տեղ չունի։ Թրամփը գնալու է մինչև վերջ իշխանապողության, որտեղ աշնանը նոյեմբերին նախատեսված է, գիտեք, խորհրդարանական ընտրություններ Միացյալ Նահանգներում, այսինքն ներկայացուցիչների ամբողջական պալատի վերընտրություն եւ 1/3 սենատ։ Եվ եթե այս ամբողջը չի հանգեցնելու իշխանապողության, նշանակում է նախ այս անհաջողությունը դեմոկրատները օգտագործելու են, ասելու են տեսար, այսքան ծախսարեցի, արյուն թափեցիր, բան չեղավ։ Չի կարող ասել, թե հայ իշխանապողություն չի եղել, բայց մեր ռազմավարական նպատակին հասել ենք, միջուկային ծրագիրը, ռազմական ենթակառուցվածքները, բոլոր ենթակառուցվածքները թույլատրել ենք, ոչնչացրել ենք, հաղթեցինք։ Կասի, ինքը հիմա էլ ասում հաղթեցինք, բայց հարցը ասելը չի, հարցն է նա, որ արդյոք այդ ամբողջին կհավատան, եւ ես ուզում եմ երկրորդ եւ երրորդ մասով նշեի, որ հրեական եւ իրանական մեծաթիվ համայնքները եւ ազդեցիկ համայնքները Միացյալ Նահանգներում, որոնցից յուրաքանչյուրը մի քանի միլիոն է, նրանք բոլորը Թրամփի դեմ են դուրս գալու, որովհետեւ իրենք շահագրգռված են այդ փոփոխությունները լինի եւ նշանակում է Թրամփը հաշվի առնելով նաեւ քվեների գրեթե հավասար լինելը եւ հիմա դեմոկրատների ոնց որ ասած ավելի հաջող ընթացքը ինքը ստիպված պիտի իր այդ 8 խաղաղությանը կամ հաղթանակին ավելացնի 9-10, թեկուզ եւ ինչ որտեղ լինի դա ոչ այդքան հստակ։ Իսկ ձեր գնահատմամբ այս պահին ինչպիսին է Իրանում իշխանապողության հավանականությունը։ Ես քիչ առաջ նշեցի, որ չնայած այս հարվածներին ռազմական եւ էներգետիկ ենթակառուցվածքներին եւ իշխանական բուրգի բարձրաստիճան պաշտոնյաներին այդուամենայնիվ ասում են, որ Իրանը պահպանել է իր իշխանական բուրգի ամբողջականությունը եւ նույնիսկ հակադիր հարվածներ, պատասխան հարվածներ տալու ունակությունները եւ կարողությունները եւ դա Միացյալ Նահանգների ազգային հետախուզությունն էլ է խոստովանում։ Իրանում անցյալ տարվա պատերազմից հետո հունիսին, այսպես կոչված 12 օրվա պատերազմից հետո ստեղծվեց կառավարման 40-ական համակարգ, այսինքն արդեն 4 անց ցանկացած պաշտոնի համար նշանակված էր։ Եվ իրենք Ալի Լարիջանին արդեն փոխարինող։ Այո, եւ իրենք գիտեն ով, իսկ 4-ից հետո չեն նշանակել, որ եթե 4 անգամ ոչնչացվեր, մտածել են արդեն ոչինչ չմնա։ Մյուսը Իրանի ապակենտրոնացման ծրագիրն է իրականացվում, Իրանը ռազմականապես բաժանված է 16 մասերի, 16 օկրուգների եւ յուրաքանչյուր մասն ունի իր հրամանատարը առանձին գործելու որոշակի նպատակներով, կարողություններով եւ դրանով է բացատրվում եւ իրավունքներով եւ դրանով է բացատրվում, երբ որ օրինակի համար Փեզեշկյանը մի բան է հայտարարում, մեկ էլ հաջորդ օր ուրիշ բան են անում, որտեվ կա ապակենտրոնացման բան, թեև իրականության մեջ նույն Փեզեշկյանը այդ կարողությունը չունի վերահսկելու ոչ բանակ ոչ էլ պահապաններին։ Հիմա կարողությունները որն են Իրանի։ Ինքը փորձում է հարվածներ հասցնելով արաբական երկրներին, ստիպի նրանց, որ ճնշում բանեցնեն Թրամփի վրա, որ դադարեցնի պատերազմը։ Եվ թվում էր սկզբից դա ինչ-որ կարող է աշխատի, բայց հիմա ակնհայտ է, որ բոլորը հենց դրանք ասում են մինչև վերջ պիտի հասցնես Թրամփին, որովհետև եթե դու ես իշխանությունը թողես, դու մեզ մենակ ես թողում ես գազազած կիսավը վիրավոր իշխանության հետ, մեզ համար ավելի վատ է լինելու։ Այսինքն արդեն ընկալումը, որ այս երկրները արաբական թշնամի են, Իրանի վերնախավն ունի։ Դրա համար իրանք էլ շահագրգռված են, որ մինչև վերջ տանելու։ Երբ որ մենք նայում ենք հրթիռների կիրառման քանակությանը, թե ինչքան էր Իրանը օգտագործում հրթիռ, դրոն, կտրուկ անկում է ապրել, որովհետև չկան, այսինքն, հա, իրենք ունեն պահեստներ, որտեղ ահագին մոտ 3000 հրթիռ դեր ունեն, բայց այդ պահեստները խորը սարերի մեջ են բետոնապատ, ելքերն ու մուտքերը ռմբակոծվել են եւ հնարավոր չէ այդ ամբողջը դուրս բերել։ Հետեւաբար այո, դիմադրում են դեռ եւ այդ համակարգը կա եւ լավ է որ կա, որովհետև երբ ես կասեմ, այդ իրենք չեն էլ ուզում Միացյալ Նահանգները կտրուկ անկում անվերահսկելի
անկում է Իրանը, իրանք ուզում են վերահսկելի ձևով անեն։ Եվ այստեղ տարբերություն կա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նպատակների մեջ, երբ որ մենք նայում ենք թիրախներին, թե ինչի են խփում, ամերիկացիք ոչնչացնում են ռազմական կարողությունները։ Օրինակ հիմա ասում են, թե Ալի Լարիջանին սպանելը այդ ավելի շատ Իսրայելն էր, հա, Իսրայելի շահերից էր բխում, որովհետև նա միակ անձն էր, որի հետ կարելի էր բանակցել, իսկ դրանով Իսրայելը կարծես վերացնում է բանակցելու կամուրջները։ Դա կա, մյուս կողմից նաև որ Իսրայելը հստակ գնում է իշխանափոխության։ Ամերիկացիները գոնե պաշտոնապես դա չեն հայտարարել, Թրամփը մի տեսակ երկակի հայտարարություն, իսկ Իսրայելը հստակ է դա հայտարարել, եւ այն, որ Իսրայելը հարվածում է հեղափոխության պահապանների, ոստիկանության եւ ներքին անվտանգության ուժերին, կենտրոններին, հենց դա անում է նրա համար, որպեսզի երբ որ ժողովուրդը փողոց դուրս գա, այդ ռեպրեսիվ ապարատը արդեն անունակ լինի։ Դրա համար էլ այդպես անում։ Ամերիկացիները ավելի ռազմական տեսանկյունից են նայում, այո, անկախ ամեն ինչից, եթե անգամ այս իշխանությունը մնա, ամերիկացիները չեն տուժելու։ Ամենաշատը տուժելու են ուրեմն Իրանի ժողովուրդն է տուժելու են այս արաբական երկրները, որտեղ իրենք նման թշնամի են ձեռք բերում, տուժելու են նավթ ներմուծող երկրները, որտեղ նավթի գներն է բարձրացել, հիմա Ամերիկան անգամ նավթի գների բարձրացումից չի տուժում, որտեղ ինքը նախապես Վենեսուելայի նավթը Իրանով էր արել, այդ Մադուրո օպերացիան, եւ հələ մի բան էլ ինքը օգտվում է նավթի գների բարձրացումից, բայց սա անդրադառնում է նաեւ ռուս-ուկրաինական պատերազմին։ Կգանք ռուս-ուկրաինականին էլ կգանք, բայց մինչ այս նավթի գներից խոսեցիք, Հորմուզի նեղուց իրավիճակ եւ հնարավոր հետևանքներ համաշխարհային նավթային շուկային եւ երևի թե ոչ միայն նավթային։ Դե պատերազմի այդ սկզբնան պահին նավթի գները կտրուկ վերել կապրեցին մինչև 100-120 դոլարի հասան 80-81-ից, բայց հիմա ստեյցան 87-88-ի վրա կայունացել են, որտեվ իմ նշած վենեսուելական նավթը ամերիկացիները շուկան նետեցին, նաև ասացին, որ ստրատեգիական ռեզերվները պետք եղավ կբացենք եւ կայունացրեցին։ Ձեռնատու չի համաշխարհային տնտեսությանը 90-92 դոլարից ավել ասենք նավթի արկածը, բայց այնուհանդերձ սա հնարավորություն տվեց այս մի քանի դոլարի բարձրացումը, որ Ռուսաստանը 150-ից 170 միլիոն դոլար օրական լրացուցիչ եկամուտ ունենա նավթի։ Ռուսաստանը շահում է այս պահին։ Ռուսաստանը շահում է, նավթի վաճառքից շահում է, այսինքն կարճաժամկետ առումով շահում է, բայց երկարաժամկետ առումով ստրատեգիական, եթե ինքը կորցնի իր ստրատեգիան դաշնակցին Իրանին, ասենք տակտիկական շահ, ստրատեգիական վնաս։ Դե խոսակցություններ կան, Ռուսաստանը օգնում է տարբեր եւ հետախուզական տվյալներ եւ անօթաչուներ, չգիտեմ։ Չէ, անօթաչուներ չեմ կարծում, որովհետեւ ինքն էր ներմուծում մի ժամանակ, այդքան չունել եւ ինքը կարիք ունի, հետախուզականով կարող է, բայց իր կարողությունները այսօր բավարար չեն դիմակայելու եւ տեսեք, ոչ Չինաստանը, ոչ Ռուսաստանը, որը կտրուկ գործողություն չարեց, ինչպես շատերն էին ակնկալում, որ կմտնեն պատերազմի մեջ եւ այլն, չմտան, որովհետեւ ուժերը չափից ավելի անհավասար են, այսինքն միացյալ որ մարդիկ չեն պատկերացնում, որ Միացյալ Նահանգների ռազմական հզորությունը ավելի շատ է, քան նրան հաջորդած 9 բոլոր երկրների ռազմական հզորությունը միասին։ Այսինքն Ռուսաստան, Չինաստանով ասում են դրանով հանդերձ Միացյալ Նահանգները չի կարողանում հասնել իր ռազմավարական նպատակներին։ Բայց ո՞րն է ռազմավարականը։ Եթե մենք բաժանենք երկու մասի, քաղաքական եւ ռազմականը ինքը հասել է արդեն։ Ինքը ոչնչացրել է Իրանի նավատորմ, ինքը ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը, ինքը ոչնչացրել է ռազմական խնդիրները լուծված են։ Քաղաքական առումով, այո, դեռևս այդ խնդիրը լուծված չի, ձգձգվում է։ Թրամփը 4-ից 5 շաբաթի անուն էր տվել, դեռ մինչև ապրիլի կես այդ ժամանակը կա, բայց կարա եւ երկար տևի։ Հիմա մենք էլ շատ բան ծրագրավորում ենք, ասում ենք այս տունը նորոգում ենք 2 ամսում կվերջացնենք, այդ մի հասարակ բանը 8 ամիս է տևում։ Հիմա Եվրամիություն, եվրոպական երկրները իրանց դիրքավորման մասին ինչ կարելի ասել եւ այս համատեքստում Եվրոպա, Միացյալ Նահանգներ հարաբերություններ ասել թե ավելի շատ դիմակայություն։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույց է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Modus Vivendi կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ, մենք խոսում ենք Մերձավոր Արևելքում պատերազմի, ընթացքի, վիճակի եւ հնարավոր հետևանքների մասին, մենք հասանք Եվրամիություն կամ Եվրոպա ասենք եւ Միացյալ Նահանգներ հարաբերություններին այս համատեքստում, պատերազմի համատեքստում։
Գիտեք, Եվրոպայի դիրքորոշման մեջ հստակ զգացվում է նեղացվածությունը, որտեղ եւ Թրամփը եւ Վենսը իրեն չափից ավելի հավակնոտ ու մեծամիտ պահեցին Եվրոպայի հանդեպ, եթե հիշում ես տարբեր ելույթներ, բաներ, Այդ անվտանգության խորհրդի նիստից սկսվեց։ Ինչ ասեցին, որ դուք մի բան չեք, դուք մեզ պետք չեք եւ այլն։ Հիմա եկել է առիթը, հիշացնում են, ասում են դուք գիտեք, որ մենք ձեզ պետք չենք, դուք համարում եք, որ մենք հարց լուծող չենք, դե դուք էլ գնացեք լուծեք ձեր խնդիրները Հորմուզի, որը սխալ էր Թրամփի կողմից, կան ստրատեգիական սխալ, որովհետեւ գիտեք ինչ է, հիմնական այն պահանջը, որը 2% եւ հասցնել կամ 3% ռազմական ծախսերը, այսօր երկրների մեծ մասը դա հասցրել են, մի բան էլ անցել են, 5% Լեհաստանը 7%-ա, բայց դա արդեն ավելի շատ ռուսական վտանգի արկայությունն է եւ ոչ թե Թրամփի համոզումը եւ այլն։ Այդ ամբողջը կա, բայց այնուհանդերձ այս բոլոր լարվածությամբ նեղացության հանդերձ դի հասկանանք, որ իրենք ունեն ստրատեգիական լրջակուն համատեղ շահեր եւ այս ամբողջը իրանք հաղթահարելու են։ Հիմա դա նկատվում է, որտեղ կան շրջանակներ, որ շահագրգռված են այս հարցերով եւ երկու տեղերն էլ այդ ամբողջը կան։ Իհարկե չեն ուզում միջամտեն այս պատերազմին, որովհետեւ սա կարալնի շատ ծանր զոհերով լեցուն, ծախսերով բան պատերազմ, թեև իրականության մեջ, եթե զոհերի տեսանկյունից նայենք, իհարկե ամեն մարդկային կյանքը կարևոր է եւ այլն, բայց անգամ Իրանը, որ այդքան 8000 թիրախ Իրանում խոցվել է, զոհերի թիվը ներառյալ ցավոք սրտի նաև քաղաքացիական բնակչության մեջ դպրոցականների զոհ չի անցնում 1900-ը։ Այսինքն բոլոր գեներալներով, ղեկավարները, որտեղ նպատակը մարդ սպանելը չի, նպատակը կարողությունները ոչնչացնելն է։ Եվ այսօր շատ կայազորեր եւ պահեստներ իրանք դատարկ են մնում, որտեղ եւ նախապես հաճախել զգուշացվում են, որտեղ հասկանում է, օրինակ նույն արևմուտքում լավ են հասկանում, ինչքան շատ մարդ սպանեն, այնքան ավելի թշնամի են բուծելու Իրանի ներսում։ Իսկ իրենց նպատակն է, քանի որ հրթիռները ոչնչացնեն, որ չկրակեն, նախապես հայտարարում են, հրթիռը չես կարող, ինչ ասեմ, 2 օրվա մեջ տեղափոխես կամ ուր պիտի տանես տարբերակն է։ Այդ ոչնչացնում են։ Մյուս կողմից Միացյալ Նահանգներ, Իսրայել եւ այդ կողմից ընդհանրապես տասնյակների մասին է թիվը ասվում։ Հիմա մենք չգիտենք իրականությունը, ենթադրենք տասնյակներ չի, հարյուրներ է, բայց էլի սա այն թվերը չեն, որոնց կորուստները ստիպի դադարեցնել այդ պատճառով, այսինքն պատերազմը դադարեցնել։ Ավելի շատ նավթի գնի գործոնն են ուզում օգտագործել Թրամփի վրա ճնշում բանեցնելով, որտես հասարակ ամերիկացուն ինչ են ասում, որ առանձնապես չի էլ տարբերում, էլի, քարտեզի վրա Իրանը որն է, մյուսը որն է եւ այլն, հատկապես Իսրայելն էլ առանձնապես չի երևում քարտեզիա փոքր երկիր է, այն որ այ Թրամփի սխալ քաղաքականության պատճառով պատերազմի պատճառով այսօր դու քո գրպանից ավելի շատ ես վճարում քո մեքենան լիցքավորելու համար։ Ես հաջորդը պիտի ասնայի, իսկ Միացյալ Նահանգներում հիմա ներսում ինչ տրամադրություններ են եւ պաշտոնական շրջանակներում կոնգրես, սենատ եւ այլն եւ հանրային շրջանակներում, այսինքն այս պատերազմը մեծ հաշվով կարող ենք ասել, որ հիմա Թրամփի թեմ է աշխատում։ Բնականաբար դեմոկրատները փորձում են օգտագործեն սա Թրամփի դեմ եւ ինչ-որ փաստարկներ կա։ Կոնգրեսականի ելույթ բան այդ կարգի այդ կարգի կան մինչև իսկ այսպես ասած MAGA թևը Make America Great Again, որոնց համար America First, այսինքն պետք է մեկուսացված լինել, չխառնվեն, ուզում եմ ասել, անգամ հանրապետականի այդ թևը դժգոհ է Թրամփից։ Ես ամերիկացի, բուն ամերիկացի ընկերներն եմ, որ հիացած էին Թրամփով անընդհատ գովում էին, հիմա դժգոհություններ, բայց ինչ անում, ուրիշ բաներ ասած։ Այդ դժգոհությունը կար, բայց մյուս կողմից էլ կա մեկ այլ ծայրահեղ հատված, որը օրինակի համար դա էլ նրանք են, ովքեր այսպես ասում են, սա այն Արմագեդոնի աշխարհի վերջի պատերազմն է չարի ու բարու միջև, ու մենք պիտի չարին տապալ, անգամ նման երանգավորում տվողներ կա, որ սա այդ մեծ պատերազմի սկիզբն է, Ամերիկան շատ խառը հասարակություն է այդ առումով, այսինքն դու կարող ես մարդկանց տեսնել, ովքեր միլիարդատեր են, ովքեր նախարարներ են, սենատորներ են, եւ այնպիսի փաստարկներ բերեն, որ մեզ համար զարմանալի է, էլի, չգիտեմ, դա արդյոք մեր աթեիստական դաստիարակությունն է թե չէ, բայց իրանք այդ բանով կարող են այդ տանել։ Ամեն դեպքում առաջիկա միջանկյալ ընտրությունների ժամանակ համապարփակ այսպես տեսակետը արդեն բարձ կլինի կախված նաև։ Այո, հենց սա է հարցը, իմ ասածն է, որ ինչու նահանջի տեղ չունի Թրամփը, որովհետև Թրամփը պիտի իշխանափոխություն իրականացնի, որովհետև դա հստակ ցուցանիշ է, որ ասի հաղթանակ է։
Եթե իշխանապողություն չիրականացրեց, ուրեմն մնացած այդ բաները, որոնք այո, էլի հաջողություն են, կարող է նպատակներին են ասել։ Կարող անգամ իշխանապողություն չիրականացնի, բայց քաղաքականության փոփոխություն իրականացնի, բայց դա վատ ծախվող ապրանք է։ Դե քաղաքականության փոփոխություն իրականացնելն էլ էս պահին կարծես թե այդքան էլ հավանական չէ։ Հա, եթե հները մնում են, ինչի պիտի մնացին փոխեն։ ընդ որում, ասենք նախին հոգևոր գերագույն առաջնորդին փոխարինում է որդին, հա, Ծասունով։ Որի մասին դեռ չգիտենք, հիմա ողջա, ողջի, հա, ամեն դեպքում դե մահվան մասին էլ լուրերը կարծես թե չափազանցված են եւ ավելի բան, հա, կոշտ ենթադրելի է, որ կոշտ պիտի լինի։ Այս թեմայի հետ կապված մեկ հարց էլ մեր զրույցի սկզբում դուք անդրադարձաք այն հնարավոր սցենարներին, որոնք Հայաստանի տեսակետից, հա, ինչպիսի զարգացումներ են, որ Հայաստանի համար ավելի ծերնդուկ լինեն եւ կամ հակառակ։ Իսկ ընդհանուր հարավային Կովկասի վրա ազդեցության մասով ինչ կարելի է ասել։ Թուրքիա, Ադրբեջան, այս ընթացքում Ադրբեջանի անունը անդադ շոշափվում է, որ իբրև թե չհաստատված լուրեր, հա, հերթական անգամ չհաստատված լուրեր այն մասին, որ նավահանգստին հարվածելու համար Իսրայելը օգտագործել է Ադրբեջանի տարածքը եւ այլն։ Այն, որ Իսրայելը հնարավոր է օգտագործի, ես չեմ բացառում, որովհետև օրինակ հենց նույն դեռ տարիներ առաջ Բաքվից հյուսիս կա Նասոսնի аэропորտ, այդտեղ Իսրայելը վարձել էր եւ տեղակայված էր եւ այլն, այդ կա։ Եթե դու փող ես ծախսել եւ ունես, կօգտագործես։ Բայց խնդիրն այն է, որ Իրանը այսօր չունի կարողություններ Ադրբեջանին հարվածելու, որտեվ մեզ մոտ շատերի մոտ այդ հույսը կա, հեսա տեսեք Իրանը ինչ անելու, ընդհակառակը։ Մենք նկատում ենք, որ Իրանը անտեսում է, ասում է, ես հարցրեցի, իրանք ասեցին, չէ, նման բան չկա, ես հավատում եմ իրան եւ այլն բան։ Մյուսը անգամ ենթադրելի է, որ երրորդ կողմը փորձում էր այդ Նախիջևանին դրոններով հարված հասցնելով այդ բախումը ներքաշել այդ ամբողջը, բայց Ալիևը հասկացավ, որ սա շատ ցան։ Ալիևը կմտնի։ Ամենը հիշեցնում է Ալիևը, որ խոստացել է հետաքննություն, մենք այո, այդ ամբողջը, բայց Թուրքիան ու Ադրբեջանը իմ կարծիքով չեն միջամտի ֆիզիկապես ցամաքային պատերազմին, քանի դեռ վերջնականապես չի տապալված, չի տրոհված եւ չի սկսել այդ տրոհման գործընթացը Իրանում։ Իսկ այդ գործընթացը չի սկսի, որտեղ Միացյալ Նահանգները թույլ չեն տա, որ դա սկսի։ Միացյալ Նահանգները իրենք շահագրգռված չեն, թե լրագրողական մեծ, այսպես աղմուկին, ես իմ վստահելի աղբյուրները պետքարտուղարությունում եւ տերտաները ձևակերպումը հետևյալն է, թեև Ադրբեջանը տարիներ շարունակ մեզ համոզում էր, որ պետք է Իրանը տրոհել եւ հարավային Ադրբեջանին տալ անկախություն, մեր դիրքորոշումը մնացել է նույնը, հաստատապես մենք Իրանի ամբողջականության կողմնակից ենք եւ դա պահելու ենք, որտեղ մեր շահերի տեսակետից դա է։ Հակառակ դեպքում ստեղծվում է մի քաոս միջին արևելքում, որը դոմինոյի էֆեկտով պահենք Իրանի ամբողջականությունը թույլ. Հա, ինչու թույլ պրո-արևմտյան։ Հա, թեկուզ եւ ուժեղ, բայց պրո-արևմտյան։ Այսինքն որը, նայեք, ճանաչի Իսրայելի գոյությունը։ Շատերը այս պատերազմը մեկուսի են դիտարկում։ Այս պատերազմը պետք է դիտարկես, պատերազմը սկսել է 79 թվականին եւ սկսել է Իրանը։ Երբ որ 70 թվականին հարձակվեց Միացյալ Նահանգների դեսպանատան վրա, դա պատերազմ է։ Այսինքն Իրանը պատերազմը հայտարարել է 70 եւ առ այսօր այդ պատերազմը ընթանում է։ Ուրիշ բան, որ պարբերաբար, այսինքն տակ փուլալն ու բան, բայց պատերազմը հայտարարել է Իրանը, մտել է պատերազմ մեջ Միացյալ Նահանգներին, դե Միացյալ Նահանգները շարունակում է, երբ որ իրան հարմար է։ Իսրայելի պարագը, Իսրայելն էլ ասում է, իմ գոյությունը չի ճանաչում, հետեւաբար ես իրավունք ունեմ չորեզակացնել սպառնալիքները։ Հիմա եթե այս չլինի, բնականաբար, այլևս Իրանի հզորացումը, թե ոչ ոք էլ թույլ չի տա, որ ատոմային զենքի ձեռք բերի, բայց Իրանի հզորացումը չի հակասելու արևմուտքի շահերին։ Շահի օրինակը ամենաբանը օրինակն է։ Ավելին իմ կարծիքով եւ դրա մասին Իսրայելում խոսում են բարձրացայն, դրա մասին խոսեց նաեւ Իսրայելի նախկին վարչապետը, որ հաջորդ թիրախը լինելու է Թուրքիան։ Իսկ Թուրքիայի պարագային Իսրայելին Իրանը շատ է պետք։ Եվ սա խարսխված ալնելու եւ աշխարհական շահերի եւ այդ սունի-շիա հակամարտության եւ տարբեր բաների մեջ դրա համար բոլորովին պետք չի արևմուտքի շահերի տեսակետից տրոհել Իրանը։ Ասացիք, որ այս պատերազմից այս պահին թեկուզ կարճաժամկետ, բայց շահում է Ռուսաստանը, նավթի գներ եւ օրական եկա մեծ եկամուտներ։
Միայն դրանով է շահում, թե շահում է նաև ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում, այնքանով որքանով հիմա Միացյալ Նահանգները զբաղված է Մերձավոր Արևելքով եւ Ռուսաստանը կարծես թե հնարավորություն է ստանում, արդյոք հնարավորություն է ստանում շարունակել իր ռազմական նպատակները ուկրաինական պատերազմում։ Այն հնարավորությունը, որ ինքը ուներ, այո, այն հնարավորությունը ինչ որ ուներ, ինքը օգտագործում է Ռուսաստանը, այդպես չի որ իր հնարավորությունը մեծ էր, ինքը պահում էր։ Այստեղ մի ուրիշ գործոն կա, որը հօգուտ Ուկրաինայի աշխատում։ Ես խոսեցի այն ինչ որ հօգուտ Ռուսաստանը։ Դա այն է, որ արաբական աշխարհում մեծ պահանջարկ կա աճել ուկրաինական դրոնների նկատմամբ։ Եվ արդեն իսկ հազարավոր ուկրաինացի մասնագետներ հրավիրվել են արաբական երկրներ, ծոցի երկրներ, Սաուդյան Արաբիա եւ արաբները դիտարկում են 100,000-ավոր եւ միլիոնավոր դրոնների գնում, համատեղ արտադրություն եւ այլն, որը պիտի իրենց պաշտպանության համար լինի եւ այդտեղ Ուկրաինայի փորձը շատ կարեւոր է իրենց համար։ Այդ առումով էլ որ մի փոքր ավելի ոչ հիմա, որտեվ նման համագործակցությունը դեռևս առնվազն ամիսների պետք ունի, բայց մոտակա ամիսների եւ 1-2 տարվա մեջ կարող է եկամուտի մեծ աղբյուր դառնա Ուկրաինային, գումարած նաեւ Ուկրաինայի քաղաքական քաշը ավելացնի։ Եթե Ուկրաինան դառնում է լուրջ զենք արտահանող երկիր եւ այս արաբական հարուստ երկրների հետ ինքը հարաբերությունների մեջ է մտնում, մի քանի միլիարդ կամ տասնյակ միլիարդ վարկ վերցնելը դառնում է շատ ավելի հեշտ, քան հիմա։ Սա բերելու է նրան, որ Ուկրաինան շատ հարցերով դառնում է առաջնային կարևորության երկիր։ Ռուս-ուկրաինական պատերազմում, այսինքն հիմա այլևս երկխոսության հնարավորություն, չգիտեմ ինչ թե շարունակվելու է եւ ինչ սցենարներ կարող են դիտարկվել։ Դե գիտեք, Ռուսաստանը մնում է այն տեսակետի վրա, որ այդ ինչ որ գրավել եմ իմն է, գումարած նաև էլ ինչ որ հողեր պիտի տակ, այդ մարզերը ամբողջությամբ եւ պահանջներ է դնում, որին Ուկրաինան ի սկզբանե դեմ է եղել։ Հիմա հարց է առաջանում։ Հիմա որ Ռուսաստանը չի կարողացի այդ նպատակներին ռազմական առումով, ինչի պիտի Ուկրաինան համաձայնի, երբ որ տեսնում է, որ Ռուսաստանի վիճակը մի վիճակ չի։ Բայց Պուտինն էլ էլի եկանք Թրամփը նահանջի տեղ չունի, Պուտինն էլ նահանջի տեղ չունի, որտեղ եթե Պուտինը ամեն ինչ դադարեցնում է, սառեցնում է այս վիճակի վրա առանց լրացուցիչ հաղթանակ ձևակերպելու, որ տեսեք, որ ասում է «Собиратель земель русских», ապա այս 100,000-ավոր եւ միլիոնավոր մարդիկ, ովքեր պատերազմի մասնակցել են, տուժել են, վիրավորվել են, սրանք լրջագույն խնդիր են։ Ես հիշում եմ այն 13,000 14,000 զոհը, որը 10 տարվա մեջ սովետական միությունը տվեց Աֆղանստանում եւ մի քանի ավելի վիրավորները նրանց վերադարձյալ, ինչ դուք էլ գիշեք, ինչ ծանր ազդեցություն ունեցավ եւ հոգեբանական եւ անգամ կրիմինալ ազդեցություն ունեցավ ավելի մեծ ու հզոր երկրի վրա։ Աշխարհի տնտեսության 16%, 250 միլիոն մարդ եւ այլն։ Հիմա Ռուսաստանի բնակչությունը դրա կեսը չկա, այսինքն 120 միլիոն չկա, տնտեսությունն էլ 1/10-ն ասեմ տնտեսության եւ մասնակիցներն էլ միլիոնավորներ են, իսկ պատերազմի մասնակիցները ցանկացած երկրի համար եւ մենք դա կարանք նաեւ մեր երկրի օրինակով ասենք, դրանք բացի արժեք լինելուց նաեւ լրջագույն խնդիր են առաջացնում։ Դա արդեն այլ հոգեբանությամբ մարդ է, այլ մտածողությամբ մարդ է եւ այլ պահանջներով, իսկ հիմա Պուտինը այս ամբողջը հաշվարկում է եւ քանի որ այո, այս նավթի գների աճը նպաստավոր է, բայց մյուս կողմից էլ ճիշտ է, տարիներ շարունակ Ռուսաստան չեմ եղել մուտքը արգելված է իրենց կողմից եւ չեմ էլ գնա բացանել, բայց հարցը հետեւյալն է, այնտեղ եղողները բոլորն ասում են, որ վիճակը վատանում է, մարդիկ վատ են ավելի ապրում, ռուսաստանցու գնողունակությունն ընկել է, այն ինչ որ մարդկանց համար առաջ սովորական բաներ, ասենք ապրուստի վրա ծախսել, բան հիմա այդ ամբողջը ընկել է։ Եվ սա այն հարցը հայնական պատերազմ չի ընկալվում ռուսների կողմից, որ ասենք գիտեք, այ մենք տառապենք հանուն այդ պատերազմի, վատ ապրենք։ Բայց ամեն դեպքում պատերազմի օրենքները գործում են, հա, ասենք այդ խոսքի ազատության բանի մասով, ինչպես ասում եք, Պուտինն էլ նահանջելու տեղ չունի։ Հա, բայց տեսեք, նաև ուրիշ սերունդ է եկել, որ ավելի լավ է սերունդից զրկվի, քան ինտերնետից։
Պարզ նայենք, էլի, այս նոր սերունդը, հիմա սրանց ուզում են փակեն եւ ինտերնետ թույլ չտան, YouTube-ը թույլ չտան, Facebook-ը թույլ չտան, իրանք ինչ-որ մաքս են ստեղծել մի հատ ինչ-որ բան ունեն, որ ասում են բոլորը կես ամբողջով պիտի վճարեք եւ մենք նկատում ենք, որ ամեն ինչն է սահմանափակվում։ Հիմա Ստալինի ժամանակ հնարավոր էր հավաքեցին ռադիոները, մի հատ բան կախեցին, այդ ռադիո ասեցին սա կլսեք։ Այսօրվա դարում VPN գոյություն ունի, հազար ու մի այլ աղբյուրներ գոյություն, էլ չեմ ասում, այն Elon Musk-ը մեռավ այդ իր բաները տեղադրելով արբանյակների ձևով հեռարձակող ինտերնետի դանով կանեն։ Այնպես որ, այսպես ասենք, բոլորը սպասում են իմ կարծիքով տեսնեն Իրանի հարցը ոնց է լուծ, այս ոչ թե Իրանում իշխանապողությանն են սպասվում, հաջորդը արդեն Ռուսաստանում կլինի իշխանապողությունը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, մեր Ձավոր Արևելքում պատերազմը կարծես դուրս է եկել տարածաշրջանի սահմաններից եւ դարձել է ավելի մեծ գլոբալ հակամարտության մաս կամ նախերգանք։ Նման պահերին, նման իրավիճակներում փոքր եւ միջին պետությունների խնդիրն է ճիշտ գնահատել աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները, ճիշտ գնահատել հնարավորությունները եւ ռիսկերը։ Քանի որ այդ պատերազմները այսպես թե այնպես ազդեցություն են ունենում ցանկացած տարածաշրջանի վրա եւ նաեւ մեր տարածաշրջանի վրա։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, լավ մնացեք, կհանդիպենք։